Բնական է, չէ, որ հասարակության այդ սեգմենտը, ում համար թուրքական գիշերանոցը ավելի գերակայ է, քան Արցախը, այդ սեգմենտը եղել է միշտ։ Այդ սեգմենտին չէր կարա Նիկոլ Փաշինյանը ծննդաբերեր։ Պարզապես եղել է իշխանություն, որի ժամանակ նրանք չէին կարող գալ առաջնագից, իսկ հիմա իշխանություն է, որը հայելային արտապատճեն է այդ սեգմենտի, ում համար Արցախը տանք լավ ապրենք։ Ես լսում եմ ԿՊԵ-ականներից մեկին ասում է Արցախում էխինակոկի դեպքեր են եղել, որից մի քանի զինվոր է մահացել, այսինքն Արցախը մենք տվել ենք, որ այդ էխինակոկի դեպքերը չլինեն, այսինքն հասկանալի է, չէ, որ այդ սեգմենտը եղել է միշտ, պարզապես 18-ի դագաղներով իշխանազավթումը այդ սեգմենտին բերեց առաջիգից, երբ ասեցին դու 3 միլիոն վարչապետերից մեկն ես, եւ այդ սեգմենտը մի հատ, չգիտեմ, ջարդած հեռախոս է ման գալիս, որ դուրս գա առաջնագից եւ ասի, որ Արցախը տվել են, լավ են արել, մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ պետք կլինի երաբլուրներ կքանդենք։ Մենք նայում եմ, ես զարհուրում եմ Բաքու մեկնած ԿՊ սեկտորի ներկայացուցիչներից մեկը այնպես է արդարացնում Ալիևին, որ Ալիևը ոչ թե Սևանը գյոյչա է ասել, այլ ընդհանրապես ռուսական քարտեզներն է նկատի ունեցել։ Հասկանում եք, այս սեգմենտին Նիկոլը չի ծննդաբերել, սրանք եղել են միշտ, պարզապես եկավ իշխանություն, որ այդ սեգմենտի հայելային արտացոլումն է, այդ սեգմենտն էլ հիմա պերվի կրուկ կներեք այս բարի համար վխտում է։